Նախ գործընկերս ասաց, որ պրոցեսը տևել է 3 օր, ես ասեմ, որ շատ ավելի երկար դեպքեր կան։ Եվ այստեղ պոլիկլինիկաների թողունակության խնդիրն է մեկ եւ Արմեդ համակարգի աշխատանքն է երկուսը։ Այսինքն մարդ կարող է Արմեդով դիմել գրանցվել, որպեսզի գնա, բայց տեղում պարզվի, որ պոլիկլինիկան այդ այցը չկա եւ պետք է զանգով գնալ, կամ նույնը ուղեգրելու դեպքում, այսինքն ինքը փորձում է ուղեգիրը գրանցել, հա, որևէ բուժ հաստատությունում Արմեդով, բայց պարզվում է, որ պիտի անպայման փաստաթղթով գա այնտեղ, որպեսզի իրան հերթագրեն եւ այսպես։ Հիմա այս ամբողջը, եթե դիտարկենք աշխատող մարդու տեսանկյունից, սա շատ երկար եւ բարդացված պրոցես է։ Եվ դեղ ստանալու, դեղ վերցնելու խնդիրը, հա, բաներում, դեղատներում։ Այսինքն դեղատոմսը կա, մարդը 7 հատ դեղատուն է գնում բոլոր տեղերում, մեկում բազում է իրան ցուցակում չկա, մյուսում բազում է դեղը չկա եւ այլն։ Վերջը այդ մարդը դեղը գնում է, իր փողով եւ դուրս է գալիս։ Հիմա այս խնդիրները խնդրում եմ ասեք ոնց է կարգավորվել։ Դե հարգելի գործընկերներ, բուժ օգնություն ստանալը ժամանակ է իրանից ներկայացնում։ Այո, բժիշկը պետքա ձեզ հարցեր տա, այո, պիտի գնաք ներկայանալ, այո, պիտի հետազոտություն անցնեք, այո, պետքա վիրահատություն անցնեք։ Հիմա դնենք, ասենք, գիտեք, աշխատող մարդը բան չի պիտի այսքան ժամանակ ծախսի բուժօգնությունից օգտվի։ Գրանցման հետ կապված ասեմ, այո, դեռ լինում են դեպքեր, երբ որ մարդը Արմեդով գրանցվել է, ժամը հանել է, գալիս է պոլիկլինիկա եւ ստացվում է իրենից առաջ մարդ եկել է, երկար է մնացել, կան այս խնդիրները։ Մեր բուժաշխատողները ըստ էության այսպիսի մեծ մասշտաբով էլեկտրոնային ուրեմն տվյալների ներմուծման մասով փորձառությունը ամեն օր ավելի լավանում է։ Մենք ավելի կրճատում ենք այն ինֆորմացիան, որ պիտի այդ պահին լրացնեն։ Եվ այո, աշխատանքները դեռ շատ ունենք անելու, որ այս էլեկտրոնային թվային գործիքները դառնան մաքսիմալ հարմարավետ եւ այո, մեր առջևում դեռ այդ աշխատանքները կան, հնարավորինս մարդակենտրոն, հնարավորինս քիչ լոգիստիկ տեղաշարժեր ապահովող ծառայություններ ստանալու համար։ Դեղերի հետ կապված, նայեք, այո, լինում է, որ մի դեղատանը տվյալ դեղը վերջացել է։ Հիմա կարիք է լինում, որ մեկ դեղատոմսի մեջ գրված մի քանի դեղերը, մարդը մի քանի դեղատուն մտնի, որ կարողանա ձեռք բերի։ Սա էլ ասեմ ինչի հետ է կապված։ Տեսեք, սա առաջին ամիսն է, որ մեր դեղագործական ընկերությունները սկսել են այսպիսի մեծ ծավալով բաց թողումներ անել։ Իրենց մոտ էլ դեռ կուտակված վիճակագրական եւ այսպես տվյալներ չկան, թե ինչքան է իրենց սպառումը ամսական դեղորայքի լինելու, որ ճիշտ չափաքանակներով դեֆեկտուրա լրացնեն, իրենց պաշարները համալրվեն։ 1-2 ամսից նրանք էլ արդեն հասկանալով, որ միջին շարժը ինչքան է լինելու, վստահաբար կգան նրան, որ դեղատները մեծամասամբ կունենան ամբողջական նոմենկլատուրան։